Երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Օդանավակայանում դիմավորել է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Լավրովն այսօր առանձնազրույց է ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նախատեսված են նրա հանդիպումները նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Մինչ այդ այսօր առավոտյան Ռուսաստանի արտգործնախարարն այցելել է Մայր Հայաստան հուշահամալիր ծաղկեպսակ դրել անմար կրակի մոտ։ Թեհրանը Հայաստանի եւ Իրանի սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չի տա։ Երևանում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նազիրզադեն։ Հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը նա շեշտել է տարածաշրջանում տարածքային ամբողջականության եւ սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած անձի նկատմամբ դատարանի որոշումն ի կատար է ածվել։ Յասին Հուսեյնզադեն այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել։ 2023 թվականի հունվարի 27-ին Հուսեյնզադեն ինքնաձիգով զինված հարձակում էր իրականացրել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակման ժամանակ սպանվել էր դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը, վիրավորվել դիվանագիտական առաքելության 2 աշխատակից։ Միացյալ Նահանգները հետախուզական տվյալներ է ստացել Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավոր նախապատրաստությունների մասին։ Այս մասին CNN-ին ասել են ամերիկյան պաշտոնական աղբյուրները։ Նշվում է, որ առայժմ պարզ չէ, արդյոք հրեական պետության ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել հարվածների վերաբերյալ, սակայն վերջին ամիսներին ըստ աղբյուրների նման սցենարի հավանականությունը զգալիորեն մեծացել է։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Հռոմի Լեո Պապը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է իր պատրաստակամությունը Վատիկանում հյուրընկալել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը։ Մինչ այս Վատիկանում հակամարտող կողմերին հյուրընկալելու մասին հայտնել էր ինքը Հռոմի Պապը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եվրամիությունը 5.5 միլիոն եվրո կտրամադրի Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանին լրատվամիջոցի կենսական գործունեությանն աջակցելու համար, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Ֆինանսական միջոցները կհատկացվեն եվրոպական ժողովրդավարության հիմնադրամից։ Կալասն ընդգծել է, սա կարճաժամկետ արտահերթ ֆինանսավորում է, որը նախատեսված է անկախ լրագրության անվտանգության համար։